Ոսկե թռչունը, կիրգիզական հեքիաթ։ Լինում է չի լինում, մի խեղճ ծեր մարդ է լինում։ Այս ծերուկը մինուճար մի որդի է ունենում, ու այգում էլ խնձորի մի ծառ։ Ծառը տարին մեկ մի հյութալի կարմրաթուշ խնձոր է տալիս։ Ամեն անգամ ուտելիս ծերունին մի տարով ջահելանում է։ Բայց մի անգամ խնձորը դեռ չհասած ինչ-որ մեկը պոկում է այն։ Եվ այդ տարի ծերունին միանգամից շատ է զառանում։ Հաջորդ տարին նա որոշում է հսկել խնձորը, բայց չի կարողանում։ Քունը տանում է և քնում է։ Եվ նորից առանց խնձորի է մնում։ Ինչ-որ մեկը նորից է խնձորը տանում։ Մյուս տարի նրա պառավն է որոշում խնձորը հսկել, բայց նա էլ է քնում։ Իսկ երբ զարթնում է, ծառի վրա այլևս խնձոր չի լինում։ Մի տարի էլ է անցնում։ Այս անգամ որոշում է հսկել տղան։ Տղան աչքերը չորս արած նայում է խնձորին։ Եվ ահա մութուլուսին թռչում գալիս է մի ոսկե թռչուն։ Նա նստում է խնձորենու գագաթին ու սկսում է խնձորը ուտել։ Տղան լարում է իր աղեղը և նետը արձակում, բայց թռչունը փախչում է։ Նրա թևից ցած է ընկնում մի ոսկե փետուր։ Առավոտյան տղան փետուրը ցույց է տալիս իր հորը և ասում. «Ես գնում եմ ոսկե թռչունին փնտրելու»։ Հեծնում է իր ձին ու ճանապարհ ընկնում։ Գնում ու հասնում է մի տեղ, ուր ճանապարհը երկու մասի է բաժանվում։ Ճամփաբաժանին տղան մի քար է տեսնում, որի վրա գրված էր. «Ով գնա ձախ ճանապարհով, ինքը կկորչի, ով գնա աջով, նրա ձին կկորչի»։ Տղան մտածում ու գնում է աջ ճանապարհով։ Նա մի քանի օր անընդհատ սոված ծարավ գնում է և շուտով հոգնում։ Նրա ձին էլ է հալից ընկնում, և հանկարծ նրա դիմաց դուրս է գալիս մի մեծ գայլ։ Տղան առանց երկար մտածելու իջնում է, ձին մորթում ու տալիս գայլին։ «Ես շատ գոհ եմ», ասում է գայլը մարդկային լեզվով, «որ դու քո հոժար կամքով ձիուդ միսը ինձ տվեցիր։ Հիմա քո լավության տակից դուրս կգամ։ Հեծիր ինձ, ասա ուր ես ուզում գնալ և քեզ արագ տեղ կհասցնեմ»։ «Ես ոսկե թռչունին եմ փնտրում», ասում է տղան։ «Իմ հայրը մի խնձորենի ունի, որի վրա ամեն տարի մի խնձոր է բռնում։ Առաջ հայրս ուտում էր այդ խնձորը, և ուժերը տեղն էին գալիս։ Բայց ահա 4 տարի կլինի, որ ոսկե թռչունը գողանում է խնձորը, ու խեղճ հայրս բոլորովին հալից ընկել է արդեն։ Թե որ էդպես է, ես քեզ կօգնեմ։ Նստիր մեջքիս ու աչքերդ փակիր», պատասխանում է գայլը։ Տղան այդպես էլ անում է։ Գայլը սլանում է լեռներով ու կիրճերով, շատ երկար վազում է և վերջապես ասում. «Բաց արա աչքերդ»։ Տղան աչքերը բացում է ու տեսնում, որ մի մեծ քաղաք են հասել։ Գայլը շարունակում է. «Քո փնտրած ոսկե թռչունը էս քաղաքում է, խանի պալատում։ Թաքուն մոտեցիր, մենակ ոչ թե ոտքերից, այլ թևերից բռնիր։ Դե գնա, ես քեզ կսպասեմ»։ Տղան թաքուն պալատ է մտնում, բայց գայլի ասածը մոռանալով ոչ թե թռչունի թևերից է բռնում, այլ ոտքերից։ Զնգզնգում են թռչունի ոտքերից կապված զանգակները, և շուտով վրա են հասնում պահակները և տղային բռնում։ Հաջորդ օրը նրան տանում են խանի մոտ։ «Որտեղից ես եկել, և ինչու էիր ուզում իմ ոսկե թռչունը գողանալ», հարցնում է խանը։ Իսկ տղան պատասխանում է. «Իմ հայրը մի խնձորի ծառ ունի, որի վրա տարին մեկ մի խնձոր է հասնում։ Առաջ հայրս այդ խնձորը ուտում էր և դրանից ջահելանում։ Բայց ահա 4 տարի կլինի, որ քո ոսկե թռչունը գողանում է խնձորները, և խեղճ հայրս բոլորովին հալից ընկել է։ Հա, ուրեմն հորդ համար ես եկել», ասում է խանը։ «Դե լավ է, ես քեզ կտամ ոսկե թռչունը, բայց մի պայմանով։ Իմ հարևան խանը մի ձի ունի, ոսկե բաշով ու ոսկե պոչով։ Թե էդ ձին բերես, ոսկե թռչունը ես կտամ քեզ»։ Տղան տխուր տրտում
վերադառնում է գայլի մոտ ու պատմում, թե խանը ինչ է ուզում։ Գայլը տղային ոչինչ չի ասում, նստեցնում է իր մեջքին, հրամայում է աչքերը փակել և նորից սլանում է։ Երբ կանգ է առնում, տղային հրամայում է, որ աչքերը բաց անի։ Նայիր, ասում է գայլը, էստեղ 40 գոմ կա ու 40 դարպաս։ Ամենավերջին գոմում կապված է այդ ձին, որը քեզ պետք է։ Բայց դու կբռնես ոչ թե ձի ու սանձից, այլ բաշից ու անմիջապես դուրս կհանես նրան։ Տղան այսպես հասնում է վերջին գոմին, անցնում է լայն դարպասով և տեսնում է ոսկե բաշով ու ոսկե պոչով մի ձի։ Բայց տղան նորից մոռանում է գայլի տված խորհուրդը և բռնում է ոչ թե ձի ու բաշից, այլ սանձից։ 4 կողմից զնգզնգում են զանգակները, պահակները հասնում են ու բռնում տղային և տանում իրենց խանի մոտ։ Տղան մի անգամ էլ է իր պատմությունն անում։ Թե որ այդպես է, ասում է խանը, ես ձին կտամ քեզ, միայն մի պայման ունեմ։ Ես մի հարևան խան ունեմ, այդ խանը մի գեղեցկուհի աղջիկ ունի։ Թե որ աղջկան բերես, ես իմ ձին կտամ քեզ։ Տղան ավելի տխուր ետ է գալիս ու նորից գայլին ամեն ինչ պատմում։ Գայլը նրան նորից նստեցնում է իր մեջքին, նորից թափով առաջ սլանում և ի վերջո կանգ առնելով թույլ է տալիս, որ նա աչքերը բացի։ Վաղ առավոտ էր։ Խանի աղջիկը 40 նաժիշտներով շրջապատված ելել էր զբոսնելու։ Այս անգամ գայլը տղային չի վստահում։ Խանի աղջկա ետևից ինքն է գնում։ Նստում է մի մեծ ծառի տակ և երբ աղջիկը մոտենում է, բռնում է նրան ու վազ տալիս տղայի մոտ։ Նրանց վերադարձի ճանապարհը շատ երկար էր։ Մինչև տեղ հասնելը ջահելները սիրահարվում են իրար։ Նրանք գայլից խնդրում են. Հիմա էլ մենք չենք կարող բաժանվել։ Էնպես արա, որ միշտ միասին լինենք։ Գայլը խոստանում է օգնել։ Երբ նրանք հասնում են խանի պալատին, գայլը նրանց հրամայում է ցած իջնել։ Իսկ ինքը մի այնպիսի գեղեցիկ աղջիկ է դառնում, որ նմանը ոչ ոք դեռ չէր տեսել։ Տղան նրան տանում է խանի մոտ ու ասում. Ահա այն աղջիկը, որին ուզում էիր։ Խանը շատ է ուրախանում և ոսկե բաշով ու ոսկե պոչով ձին տալիս է տղային։ Խանը ցանկանում է գրկել ու համբուրել գեղեցկուհուն, բայց աղջիկը անսպասելի դառնում է գայլ ու սկսում է կծոտել նրա կոկորդը։ Հետո գայլը հասնում է իր բարեկամների ետևից, որոնք ոսկե բաշով ձին նստած գնում էին։ Էս ձին շատ դուրս եկավ։ Ես չէի ուզի խանին տալ։ Խնդրում եմ, էնպես արա, որ ձին մնա ինձ, խնդրում է տղան։ Գայլը սրանել է համաձայնում։ Ոսկե բաշով ու ոսկե պոչով մի ձի է դառնում։ Տղան ձին տանում է խանի մոտ ու փոխարենը ոսկե թռչունին վերցնում։ Տղան գրկում է ոսկե թռչունին ու սիրած աղջկա հետ վերադառնում տուն։ Խանը հենց նույն օրը, որ տեսնում է ձին ու իր ջգիտների հետ ուզում է որսի գնալ, լեռներում նրանք սկսում են դադար առնել։ Ձիերին թողնում են արածելու, իսկ իրենք քնում են։ Երբ վեր են կենում, տեսնում են, որ բոլոր ձիերը արդեն կոտորվել են։ Խանն ու ջգիտները մի կերպ ոտքով տուն են հասնում։ Այդ ընթացքում գայլը հասնում է տղային, որ գնում էր ոսկեբաշ ձին նստած, ոսկե թռչունը ձեռքին, գեղեցկուհի աղջկան գրկած։ Այստեղ գայլը նրանց մնաս բարով է ասում ու հեռանում։ Տղան վերադառնում է իր ծնողների մոտ։ Այդ օրվանից սկսած խնձորը այլևս ոչ ոք չի գողանում, և ծերունին ուտում է, և նրա ուժերը ետ են գալիս։ Իսկ տղան ամուսնանում է գեղեցիկ աղջկա հետ և սկսում է շրջել իր ոսկեբաշ ձին նստած։ Ոսկե թռչունը մինչև օրս էլ ապրում է նրանց տանը։